Բարի գալուստ Cut Show։ Այսօրվա մեր հյուրն է թատրոնի եւ կինոյի դերասանուհի Լիաննա Ավետիսյանը։ Հարցազրույցի առաջին փուլը կոչվում է ստվեր եւ խորհրդանշում է հյուրի հետ ծանոթության առաջին քայլերը։ Ողջույն Լիաննա։ Ողջույն։ Շնորհակալ ենք, որ մեզ հյուր ես եկել։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Լիաննա ջան, ոնց սկսվեց քո ճանապարհը դերասանական արվեստի մշակույթի մեջ, ոնց հասկացար, որ դա քո ուղին է։ Ընդհանրապես մանկուց եմ զգացել, դեռ չէի հասկանում, բայց զգում էի, որովհետև ես շատ քիչ հիշում եմ, բայց ինձ նաև ծնողներս, տատիկներս, պապիկներս պատմում էին, որ հենց հյուրեր էին գալիս մեր տուն, ես սիրում էի ելույթ ունենալ, ինչ որ սկզբում հիշում եմ մագնիտոֆոններ կային այն ժամանակ, կցված միկրոֆոն ունեինք, վերցնում ու սկսում էի ինչ որ այն ժամանակ, չէ, երգում էի, այն ժամանակվա աստղերին, Ալլո Պուգաչովը, բան, տենց հին դեմքերի կրկնօրինակում էի, ու այդպես մերոնք էլ են զգացել, իսկ ես շատ հետաքրքիր այսպիսի մի բան կար, ամեն ֆիլմ, որ նայում էի, մանկական, թե ասենք ավելի պատանեկան հասակում, երեկոյան քնելուց առաջ անկողնում պարկում էի ու նորից նայում էի մտքումս այդ ֆիլմը ու ինձ տեղադրում էի ինչ-որ մի կերպարով, ինչ-որ մի կերպարով տեղադրում էի այդ պատմության մեջ։ Իսկ դրական կերպար էր դու։ Ոչ միշտ։ Չէ, նաև դրական էլ է։ Բազմազանության համար թե ամեն ինչի պատրաստվում էի։ Այդպես հասկացել եմ, որ ձգում է ինձ այդ միջավայրը, ասպարեզը։ Հա, ասպարեզը։ Ես իրականում դպրոց ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարան։ Երկու ֆակուլտետում եմ իրականում սովորել, որովհետև արտասահմանյան գրականության ամբիոնը, որում ես սովորել եմ ու որի դիպլոմն եմ ստացել մագիստրատուրայում, գտնվում է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ու այդպես ավարտել եմ խոսքով արտասահմանյան գրականության մագիստրոսը նաև։ Ինչի էսպես երկար մի քիչ պատմեցի, որովհետև արդեն իսկ մշակութային ոլորտում էի գտնվում, լեզու, մշակույթ, ուսումնասիրում էինք տարբեր երկրների պատմություններ, թատրոն, etc. համալսարանում։ Բայց միշտ գիտեի, որ այդտեղ չեմ մնալու, չեմ շարունակելու, որովհետև հա, մեզ կողմը ձգում էր, բայց գրականությունը պահում էր։ Ես դրա համար էլ գնացի արտասահմանյան գրականության մագիստրատուրա, ու այդ ժամանակ արդեն նաև մտա թատերական ասպարեզ, Հայֆիլմի կինոդերասանի ստուդիա կար, հեռուստատեսությամբ գովազդը լսեցի, գնացի, ընդունվեցի, 3 տարի սովորեցի, դրանից հետո արդեն վերապատրաստվել եմ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ռուսաստանում, ու այդպես մանր կուրսեր եմ անցել տարբեր տեղեր, մի խոսքով։ Մինչև այսօր աշխատում ես քո վրա։ Անպայման, որովհետև աշխատել իր վրա դերասանի համար պարզապես ամենօրյա ատամ լվանալու լվացվելու պես մի բան է։ Մի փոքր բաց թողեցիր ինչ-որ մի բան, դու կարող ես մեծ վտանգ կա, որ կարող ես հետ գնալու, նույնիսկ եթե այնպիսի ժամանակաշրջան է, հա, քեզ մոտ, որ թատրոնում այդ պահին ոչինչ չունես կամ պետական թատրոնում չկաս, ինչ որ ներկայացումում էլ անհատական չկաս, կինոյում էլ չկաս, այդ մի շրջան լավ է ինչ որ բացի նրանից որ տանը քեզանով զբաղվես, ինչ որ կուրսեր են լինում, որ մեկ կարելի է հաճախել, պրպտել, ման գալ գտնել, եթե լավ փնտրես ինչ որ մի բան գտնվում է, որ միշտ մնաս այդ տրեյնինգի մեջ, տոնուսի մեջ։ Լիաննա ջան, դերասանների մոտ հաճախ հանդիպում է, որ իրենց կերտած կերպարի մեջ են լինում, ասենք դու զգացել ես, որ քո մեջ, ասենք, մտածում ես կամ խոսում ես քո կերտած կերպարների նման, առօրյա կյանքում կամ աշխատանքի մեջ։ Եթե աշխատանքային process-ում եմ գտնվում այդ կերպարի, հա։ Իսկ եթե արդեն ավարտվել է։ Եթե արդեն ավարտվել է, կարող է ինչ-որ մի պահ հումորի համար կամ ինչ-որ չգիտեմ վերհիշեմ ինչ-որ մի բան անեմ, բայց որ ասեմ այդպես մինչև կյանքի վերջ դա մնում է, մի քիչ չէ, որովհետև այդ կերպարից հետո գալիս է մյուսը, հետո մյուսը, ու դու արդեն ուզած թե չուզած հաջորդին ես անցնում, ու ավելի շատ այդ ժամանակ նկատում եմ, որ հաջորդի մեջ եմ մտել։ Դու շատ անկեղծ ու ազատ ես շփման մեջ, պատահել է, որ դա ինչ-որ ձև մի քիչ բացասական անդառնա քո կյանքում կամ դրական
Անկեղծ ու ազատ եմ, Հա։ Չգիտեմ, ամեն դեպքում այս շատ հետաքրքիր հարց էր։ Անկեղծությունը ինքը ոնց է ազդում քո կյանքի վրա։ Թե լավ, թե վատ, նայած, մեկ-մեկ պատահում է, որ հա հիմա հասկացա երևի ինչ նկատի ունես, մեկ-մեկ պատահում է մի բան ասում եմ, հետո մտածում եմ դե երևի չպետք է ասեի կամ մի քիչ ավելի ուրիշ ձև պիտի ասեի, բայց արդեն երբ որ մի բան ասում ես, էլ հետադարձ չկա, կամ փորձում ես շտկես, կամ ամեն դեպքում չի եղել այնպիսի դեպք, որ շատ երևի էլի հուսով եմ, որ շատ ուժեղ նեղացնեմ ինչ որ մեկին, եթե ինչ որ այդպիսի բան եղել է, կներեք ինձ։ Ամեն դեպքում երևի տարբեր դեպքեր։ Հանդիսատեսը նաև ճանաչում է քո հետաքրքիր հարցազրույցներից, այդ անցորդների հետ կապված, հումորով հավելված։ Ինչ բնորոշ գիծ դու կարող ես առանձնացնել, որ հենց սազական է հայերին, որ դու, ասենք, պատկերացրա ուրիշ երկրում ես ինտերվյու տալի ու դրանից դու կզգաս, որ անցորդը հայ է։ Օրինակ, ինչ հետաքրքիր դեպքեր կարաս պատմես։ Ավելի մանավանդ վերջին անգամ, որ ինտերվյու անցկացրեցի, նաև կային արտասահմանցիներ, որովհետև այս մի ֆորմատը թույլ էր տալիս տարբեր լեզուներով ինտերվյուները անցկացնել։ Նախորդ անգամները միշտ նախ հարցրել եմ հայերեն խոսում եք, թե չէ, եթե չեն խոսել, չի ստացվել։ Ավելի բաց են ու միանշանակ չեմ ասում, որովհետև այնպիսի ինտերվյուներ եմ արել հայերի հետ, որ շատ հավես է անցել, բայց ավելի արտասահմանցիները, եվրոպացիները, ռուսները թեկուզ ավելի պատրաստական են, ավելի շատ են սիրում, երբ իրենց հարցեր են տալիս, երբ երևում են, երբ բացվում են, երբ ինչ-որ մի բան պատմում են։ Իսկ հայերի մեջ հաճախ հանդիպում է, որ կարող է չուզենալով, հա, մի քիչ ամաչելով, սենց լինում է, հա, համ ամաչելով, համ չուզելով, համ հավես չեն ունենում, կամ շտապում են ինչ-որ։ Կամ կարծում են ինչ-որ պրովոկացիոն, ինչ-որ քաղաքականության հետ կապված։ Շատ ա եղել, որ ասել են, հա, ինչ-որ քաղաքականությունից եք հարցնելու, մենք չենք պատասխանում, ինչ է, սպասեք, մինչև ուզել եմ ասեմ, որ չէ քաղաքականություն։ Ուրիշ թեմա է։ Վախենում են մեմ դառնան երևի շատերը։ Հա, երևի կամ խուսափում են պատասխանելուց, չգիտեմ։ Հա, բարձր։ Եթե հանդիպեր քեզ 7 տարեկան հասակում, ինչ խորհուրդներ կտայր քեզ։ Որ ավելի նպատակասլաց լինեի։ Ու ավելի երևի աշխատասեր, չգիտեմ։ Ու փորձեի շատ սրտիս մոտ չընդունեմ ամեն ինչ։ Թեթև մի քիչ ավելի նայես կյանքին։ Չնայած ես ինձ թեթև մարդ եմ համարում, բայց մի քիչ հա ու մի քիչ հա գիտեմ ինչ խորհուրդ կտայի, մի քիչ ավելի եսասեր լինեի։ Պակասում ա կողմ։ Հիմա ուշ արդեն ձևավորվել եմ։ Երկրորդ փուլը բաղկացած է բլից հարցերից, որոնք ակնկալում են կարճ եւ համառոտ պատասխաններ, եւ այն կոչվում է կիզակետ։ Նկարագրիր քեզ 3 բառով։ Համառ, նպատակասլաց, ուժեղ։ Նկարագրիր իդեալական առավոտը 3 բառով։ Սուրճ, արև, լոգանք։ Նկարագրիր քո մանկությունը 3 բառով։ Դժվար, միևնույն ժամանակ լուսավոր ու հետաքրքիր։ Մոտոցով։ Այդ պատանեկությունն էր ավելի, հա, մի քիչ։ Թատրոն թե կինո։ Պրովոկացիան սկսվեց։ Հա, շատ պրովոկացիան էր այսօր լինելու, նախերով գնամ ես երևի։ Եթե ժամանակ ունենայինք շատ կծավալվեի, կբացատրեի ինչու, բայց քանի որ ժամանակը չունենք, ուղղակի պատասխանեմ կինո։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ 1 միլիոն դոլար քեզ, թե Տարանտինոյի ֆիլմերում գլխավոր դեր, որը կընտրեիր։ Եթե Տարանտինոյի ֆիլմում գլխավոր դերում խաղայի, 1 միլիոն չէ, ավել էլ կունենայի, ըմբս որ Տարանտինոյի։ Եթե անվճար խաղայր։ Դե լավ, Տարանտինոն մշակույթի։ Դրամա թե կոմեդիա։ Դրամա։ Մոսֆիլմ թե Հոլիվուդ։ Եթե այսօր երկուսն էլ չգիտեմ, Հոլիվուդ։ Իսկ Հոլիվուդ թե հայ ֆիլմ։
Անկեղծին եմ Հոլիվուդ։ Հոլիվուդ։ Կարևոր է անկեղծ։ Աշխատանք առավոտյան թե աշխատանք գիշերը։ Գիշերը։ Գիշերային մարդ ես։ Շարունակիր նախադասությունը։ Ես երջանիկ եմ, քանի որ կյանքի ամեն վայրկյանից քամում եմ այդ երջանկությունը։ Փորձում եմ։ Ֆիլիսոփայական պատասխան։ Դերասաններից ով է քեզ ավելի շատ դուր գալիս՝ Ֆրունզիկ Մկրտչյան թե Հրաչյա Ներսիսյան։ Բարդ հարցագիտ եմ։ Շատ։ Ֆրունզիկ Մկրտչյան երևի։ Ֆրունզիկ Մկրտչյան։ Տեքստը մոռանալիս թատրոնում նախընտրում ես արագ իմպրովիզացիա թե հուշարարի հուշումը։ Չէ, արագ իմպրովիզացիա։ Արագ իմպրովիզացիա։ Ավելի հուշարարին սպասես, ավելի դուրս ես գալիս վիճակից։ Ավելի ես մատացնում, վիճակը։ Արագ իմպրովիզացիա։ Մանավանդ եթե խաղանկերդ էլ ճամփիկ է շատ ու քեզ փորձառու է։ Հա, միասին դուրս կգաք։ Անվանիր հայկական կինոարտադրությունը մեկ բառով։ Ֆանտաստիկ։ Ֆանտաստիկ։ Ներկայիս կինոարտադրությունը։ Յասկաճ։ Հավասարակշռված, բայց ձանձրալի ընկեր, թե հետաքրքիր, բայց մի քիչ խենթ ու ցած ասած թաթալաբազ ընկեր։ Խենթ, բժարի կողմնակից ենք։ Կողմնակից։ Ինչքան խենթ այնքան լավ։ Եվ վերջին հարցը, որ բոլորին տալիս ենք, ինչ ձայնով է սկսում երկուշաբթին։ Դա կարաս հանես, էլի։ Ունենք։ Երրորդ փուլում սկսվում է անակնկալ խաղը, որը կոչվում է երբեք չեմ, երբևէ չեմ։ Այ։ Գնաց։ Ես երբեք չեմ հանդիպել հոլիվուդյան դերասանի Հայաստանում։ Բոլորս հանդիպել ենք հոլիվուդյան դերասանի։ Դու եթե չես հանդիպել, ես ցույց տալի։ Ուրեմն X ես։ Քանով։ Հիմա Կևին Սպեյսի, Նաստասիա Կինսկի, հիմնականում ոտք է Իրանի շրջանակներում։ Հա, ինձ էլ Մայքլ Քեյնն էր մի անգամ հանդիպել։ Հայաստան։ Մայքլ Քեյնը, այո։ Մայքլ Քեյնը Հայաստան։ Հա, Ջուղակներ եկել։ Պետքունի Ալֆրեդը։ Թակուն է եկել։ Գործի բերումով։ Դու ես եմ քաշում։ Ես երբեք չեմ ձևացրել, թե հետաքրքրված եմ զրույցով ֆլիրտ անելու ժամանակ։ Երբեք չեմ ձևացրել։ Ահա, ես ձևացրել։ Ես ձևացրել, համեստություն է։ Ես չեմ ձևացրել։ Հա? Պրյոմա։ Հա, օքեյ։ Եկել։ Okay, իմ հետն է։ Ահա։ Так, ուրեմն։ Ես երբեք խաղադրույք չեմ կատարել։ Իմ կյանքում խանան հետաքրքիր է ասում։ Կատարել եմ ես։ Արել Ես եմ եմ։ արել։ Եթե արել ես, ուրեմն ցիչկա պետք է անես։ Հա, ցիչկա, հա։ Ահա։ Լաս Վեգասում։ Ատիկներս մենք Վեգասում չենք եղել, մենք մի հատ Երևան գիտենք մենք։ Քաշի, Լաս Վեգաս։ Atlantic City, քաշի։ Ես երբեք մի քանի բաշակ խմելուց հետո նախկինից չեմ գրել։ Չէ։ Չէ, ես նախկինսկի չեմ գրել։ Ես չեմ հիշում։ Խմածս։ Շատ խմածս եղել, տեսամ դա։ Զանգին ալքիներ։ Որ մեկին։ Բայց մեկ եղել ա որ հա երևի գրած կլինեմ էլի, հա։ Շա բայ, նենց բայ որ լույսին երևա ասենց։ Ահա, այս էի կոզում, ահա։ Այսօր եմ զանգել։ Սորել ես խմած։ Սա գտնենք։ Խզարի։ Հավա ես պետք է միկրոֆոնը վերցնեմ, թողած մոռանում։ Հիշի։ Ես երբեք չեմ ծիծաղել այնպիսի վայրում, որտեղ ընդհանրապես չէր կարելի ծիծաղել։ Ծիծաղել։ Դա իմ թույլ տեղն է։ Որտե՞ղ։ Դաժե կոպիտ ասած Թավման։ Թավման, սա երևի թավման է, քեզ այդ նորմալ է։ Okay։ Ես երբեք երթուղային կայարանում չեմ գիշերել։ Ես գիշերել եմ։ Գիշերել եմ։ Ես գիշերել եմ։ Դերասաններ ենք արվեստագետ։ Գյումրիում էր իմս։ Ես Գյումրի երթուղային կայարանում։ Ես Կուրսկի վокзалում։ Եվ Կուրսկի։ Ես գնացքի մեջ եմ գիշերել։ Գնացքի հետ կայարանում գիշերել եմ։ Խնդրեմ։ Հա։
Դա խորս է ստացվեք։ Ես երբեք առանց թույլտվության ուրիշի նամակագրությունը չեմ կարդացել Այսօր կեղտերի բացման օրն է։ 3 կեղտ են նստած։ Սա ասել արել եք։ Okay, ես որոշ մի պատրաստվեք, ես թվում է բլից հարցն է պրովոկացիան։ Ես երբեք չեմ համբուրվել մարդու հետ ծանոթության հենց առաջին օրը։ Ասել սկիզբն է, ոնց Սանսարն եք։ Մշակույթային մարդիկ ենք։ Բեք խմենք էլի։ Առաջարկում ջուր խմենք։ Այո, ընկերուհիների կենացը։ Ես երբեք չեմ մոռացել մարդու անունը հենց ծանոթանալուց հետո։ Սկլերոտիկ ես իհարկե մոռացել։ Սկլերոտիկը կապ չունի, գալիս անունն է ասում, սպասի լույսին։ Գալի անունն է ասում, հետո սկսում է ինչ-որ թեմաներից խոսալ։ Պարզապես մոռանում։ Ինչ թեման բռնում ես, ամեն մոռանում։ Դու ես եղբայր կամ քուրս, չէ՞։ Ես երբեք անանասով պիցա չեմ կերել։ Կերել եմ։ Չեմ կերել։ Ցավոք կերել եմ։ Ցավոք չէ։ Բայց Չէ, այդ պարոդիա է։ Պիցայի պարոդիա։ Իտալացիներն են ճանաչում են։ Վիրավորանքել են վազնական։ ես երբեք ուրիշ մարդու մազերը չեմ կտրել։ Մազերը։ Ես կտրել եմ, բայց Ֆրոդի կտրել եմ։ Ես ինքս հիմա չոլկա էի կտրում։ Դու չես կտրել։ Ուրիշինը չէ։ Որոնց պետք է թեք ես։ ես ծերերն եմ կտրել, Ես շատ Չէ, ես պրամո sense մաշինկով խոզել եմ խաչալ։ Համաձայներ կունե։ Հա, ինքը իրեն ասել եմ այդպես։ Ես եմ։ Տալինը կլինի, տեղը չէ։ Ես երբեք չեմ կարդացել Մաստեր եւ Մարգարիտա գիրքը։ Այդ կարդացել եմ։ Չէ, ես չէ։ Չէ, կարդա։ Ինչի՞ մասը։ Վոլանդի մասին է։ Ում։ Վոլանդի։ Առաջին անգամ լսում։ Ինչի մասին է Վոլանդի մասին։ Դա ամենախարիզմատիկ կերպարն է սա։ Ես երբեք չստիկներով փողոց դուրս չեմ եկել։ Մանավանդ ամառով հենց կա։ Հենց այսօր առավոտը։ Իհարկե։ Ասեմ ավելին պոկված չստիկներով եմ դուրս։ Ասեմ ավելին պիժամայով եմ։ Ես երբեք պարաշուտով չեմ թռել։ Չէ, երբ տենց բան։ Հազիվ 3-ն ու բան։ Չէ, էլի էինք Չէ, բարի։ Նամակները S ենք բայ, XX-ը լեչ չէ։ Միտք ունեք թռնելու։ Չէ։ Չէ, ես ինձ չի ձգում։ Բարձությունից ալերգիա ունեմ ես։ Ես երբեք ծանոթությունների հավելված չեմ օգտագործել։ Տղանք թե չէ։ Լսարի չէ ասում լավ է։ Հա, չէ, հա, հասկացա։ Օգտվել ես։ Դայվինչ Դայամոտ քեզ։ Ինչի ամոթ, հիմա մասնագիտական նպատակներ։ Okay, լավ։ Բան կար է ժամանակին, ես հին մարդ եմ ուղղակի, ICQ-ի չաթ կար, որտեղ մտնում չաթ էի։ Չաթը հե, հավելված են։ Հավելված է, Բարևն քաշում ես։ Tinder-ն անդե անկապ։ Հա, բայց էլի այտենց բան։ Բադունա։ Դայվինչի։ Էլի այտենց բան է, էլի Պաչիկ, այտենց բան է։ պաչիկ։ Ահա, Bumble, հա, միան Bumble։ Bumble։ Հա։ Հա, դուս։ Հավեսես։ Ես երբեք ձյուն չեմ կերել։ Չկերած կամ Փոքր վարձավոն։ Չես կերե ընդհանրապես։ Լուրջ։ Ես ահա որ վատանում եմ։ Սառուց, Սառուց կերել եմ, բայց ձյուն Չէ, ձուն են դուրսից։ Ձյունը ուրիշ է։ Ես ահա որ երկու բանից եմ վատանում, որ ինձ ջրում են կամ ձյունով են ինչ-որ տենց Դեմքին, հա։ սա դեմքին։ Մեկ էլ որ մազերիս են կպնում։ Դու գիտես դու տենց ես ասում, բայց ջրոցին արտասահմանցիներ գալիս են Հայաստան իրենց ամենասիրած բանն է։ Գժվում են ուղղակի, ես ջրոցի օրը գնում եմ։ Ես փակվում եմ տանը։ Ես երբեք չեմ վախեցել մթությունից։ Չէ։ Ես չեմ վախենում մթությունից, բայց իսկ փոքր դեպքեր ժամանակ եղել, այդ եմ ասում։ Ընդհանրապես որ հարցն են մթությունից վախենում ես թե չէ, միանշանակ չէ, բայց եղել են ինչ որ դեպքեր, որ կարող է մթության մեջ ինչ որ ձայն են, ասենք, մեկ էլ լսել ու այդտեղ վախեցել եմ։ Հիմա չգիտեմ ավելի շատ մթությունից թե Հենց որ նայում ես ձայնից։ մթության մեջ փոքր ժամանակ չես վախեցել դրանից, որ ասենք Չէ, պիտի մի հատ էլ հանգամանք հետը լինի։ Օրինակ ձայն կամ ինչ որ մի հատ շղկոց, թխկոց, Իսկ օրինակ չգիտեմ, մենակ մթությունը ոչ մի բան։ Հորր կինոներից հետո ասենք մթությունը չի վախեցրեք ես вообще։
մենակ մթությունը չէ, եղել է համ մթությունը, համ լռությունը, համ դատարկությունը, այսինքն հենց մենակ մթությունը չէ, եղել է օրորից հետո տան բոլոր լույսերը վառ, զուգարան վախեցել։ Այնա կոնտեստը վախել եք։ Okay, լավ, ես վախեցել եմ փոքր ժամանակ։ Հա, վախեցել եմ, բայց դեպքեր եղել են, հա։ Դու ես Վերջինը, ասենք ինչա։ Ես երբեք էլեկտրոսամակատ չեմ քշել։ Զզվում եմ էլեկտրոսամակատներից, կյանքում երևի չեմ արել ես դու։ Ես աշխատել եմ, ակումուլյատոր եմ փոխել։ Այն վատերի ծեր են, որ sense մարդկանց կողքից թրաշելով անցնում են դրումով։ Չէ, ես դանդաղ եմ, Ես ես չսիրեցի անկեղծ ասած։ 4-րդ փուլում մասնակիցը ընտրում է քարտերից մեկը, որտեղ նրան սպասում է հատուկ հանձնարարություն, որը նա պարտավոր է կատարել մոտակա ժամանակահատվածում։ Նվիրիր մի իր, որը չես օգտագործում, նրան ում այն պետք կգա։ Շատ հեշտ։ Դե ինչ այսօր այսքանը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։